Վերջի շրջանում կարծեք թե Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվում այս ընդհանուր կրիտիկական զանգվածի համախմբման գործընթացը։ Տեսեք, անցած տարվա հունիս ամսից երբ նրան ձերբակալեցին, նրանից հետո իրենք կոնկրետ քաղաքական հայտ ներկայացրեցին ու այս ամիսների ընթացքում այո, կոնկրետ քայլեր են անում եւ ակնհայտ են նաեւ սոցիոլոգիական հարցումները, հանրային տրամադրությունները բերել են նրան, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել է ակնկալիքն է գեներացվում եւ որոշ քայլերի պայմաններում շատ հնարավոր է, որ իրեն հաջողվի դառնա հերթական առաջնորդը, անհատը, որը կարող է իր շունչը համախմբել հանրային լայն զանգվածների ու կուլմինացիոն ինչ-որ քայլ անել։ Կապրենք, կտեսնենք առաջիկա կարծիք կա, որ ընդդիմությունը սպառել է իրեն ու նոր քաղաքական ուժերը կարող են իրավիճակ փոխել։ Իհարկե, այն խորհրդարանական ընդդիմությունը կարծում անելիք չունի եւ իրենք ընդհանրապես խանգարողի գործառույթ են իրականացնելու։ Իրենք պետք է շատ լավ հասկանան, որ ունեն 5 տարի, իրենք խոստացել են իրենց գործունեության առանցքը գործող իշխանության հեռացումն է եղել։ Այսինքն իրենք ի սկզբանե մեր ժողովրդին խոստում են տվել, որ մենք գալիս ենք իշխանության, ներողություն, որ մեր խորհրդարանական գործունեությունը պայմանավորված է բացառապես մի հանգամանքով գործող իշխանությանը Նիկոլ Փաշինյանին հեռացնել է։ Ավելին իրենք նույնիսկ պարլամենտ վերադառնալու պայման են դնում, որ մենք պարլամենտ կվերադառնանք մի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, բայց խնդրում եմ սա ֆիքսենք, որ նրանք ոչ միայն չկարողացան կատարել իրենց խոստումը, երկրորդը իրենք 5 տարվա մեջ այն պարլամենտն է եղել, խորհրդարանն է եղել, որ այդպես էլ անվստահություն չհայտնեց գործող վարչապետին։ Հիմա թող հետևությունները մեր հասարակության տարբեր սեգմենտներ անեն եւ հասկանանք թե ինչի հետ գործ ունենք։